Առանց մի գրամ շաքարի առողջ եւ օգտակար բրաունի ենք թխում։ Ու քանի որ բրաունին առանց շաքար է, այն մատուցում ենք շատ քիչ շաքար պարունակող պաղպաղակով։ Տենց նախ թրջենք արմավը տաք կաթով։ Հետո առանձին ամանում իրար խառնենք բոլոր 4 բաղադրիչները։ Մանրամասն կգրեմ նկարագրություն բաժնում։ Արմավը փափկելուց հետո հարիչով հարում ենք։ Այստեղ ավելացնում ենք նաև ձուն, կրկին հարում ենք, ավելացնում ենք կարագը, խառնում ենք մինչև միատարր մասսա դառնա։ Հետո երկու բաղադրիչները միացնում ենք իրար, նրբորեն խառնում ենք, մինչև խմորը կպնդանա եւ այսպիսի շքեղ, շագանակագույն, շատ անուշաբույր խմոր կստացվի։ Խմորի վրա կտրատած շոկոլադ ենք ավելացնում, պնդուկ, կրկին խառնում ենք։ Նախապես ձևամանը պատում ենք յուղաթղթով եւ խմորը տեղավորում ենք այնտեղ։ Թողնում ենք ջեռոցում 170 աստիճանում մոտ 30-ից 35 րոպե։ Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկով։ Եթե մի փոքր փայտիկ անգամ խոնավ է, այն արդեն կարող եք անջատել։ Տեսեք ինչ շքեղ բրաունի է ստացվել։ Ներսում խոնավ, երեսը մի փոքր չոր, ինչպես բնորոշ է բրաունի։ Էլ ինչ բրաունի առանց պաղպաղակի։ Ես նախասիրությունս տալիս եմ ֆինի պաղպաղակին, քանի որ այն պատրաստված է բնական բաղադրիչներով, քիչ շաքարով, չեն պարունակում արհեստական հավելումներ, բուսական յուղեր։ Պատրաստվում են 100% բնական կաթնայուղով։ Ֆինին ընտրում են այն սպառողները, ովքեր գնահատում են բարձր որակը, համը, նախասիրությունը տալով բնական բաղադրիչներին։ Իմ ընտանիքի եւ իմ մտերիմների համար ես ընտրում եմ ֆինի։ Անպայման թխեք այս բաղադրատոմսով ու կիսվեք ընկերների հետ։